Նախագահը Գերմանիայի Բունդեստագը ինձ 2015 թվականի ապրիլի 24-ի 100 տարելիցի ոգեկոչման արարողությունը բոլորի տաշկի առաջ ա եղել։ 5 երկրի նախագահ ա եղել, որոնցից երկուսը ՄԱԿ-ի մշտական անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուଆ Օլանդն են, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները։ Ավելին, այդ օրը ապրիլ 24-ին Գալիպոլի ու Էրդողանը միջոցառում էր անում, բայց աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ծերնակաբերդում։ Գիտեք, սրանց մեկնային պետք է մի լավ ինչ ասես, այս մարդիկ նրանք են, որ օրը ցերեկով Արցախը հանձնում էին, բայց ամբողջ աշխարհի Facebook-ում գրում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Սրանք գնացել Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, բայց մեղադրում են բոլորին, Տիգրան Մեծից մինչև նախկիններ ու ռուսներ։ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ կապիտուլյացիան իր ձեռով ստորագրել է, բայց հիմա չգիտես ում է մեղադրում։ Ի վերջո, իրանք ամբողջ խմբակ է այս կապիտուլյանտների։ Ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա Ալիևից ավելի լավ են փորձում հիմնավորել, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջան։ Եվ ամենակարևորը, եթե մեկը կապ չունի նրա ազգանունը ինչ է, հայտարարում է, որ անկախության հռչակագիրը դա չանկախության մասին հռչակագիր է եւ պատասխանում է սահմանադրություն նոր ընդունել, որտեղ ներառված չլինելու մեր պետության ծննդականը, անձնագիրը, այսինքն անկախության հռչակագիրը, նրան ինչ ասես։ Նրան պետք է ասես, որ ինքը թուրք, ադրբեջանական կամակատար է, վերջ։ Պարոն Շարմազանը, այլն դրանք ունի օրվա իշխանությունը, որովհետև տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ այս իրավիճակում այլ երկ չկա, կան փորձել երկխոսել, կան փորձել բանակցել, կան փորձել եզրեր գտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետև օբյեկտիվորեն թույլատրված է պետությունը, չունի ռեսուրսներ եւ տարածաշրջանում տեսնում եք, որ լարված իրավիճակ է։ Նախ ռեսուրսներ չունի իրաց դավաճանության արդյունքում։ Մենք 7 տարի առաջ, այսօր երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հայոց աշխարհն ուներ երկու հանրապետություն, Հայաստանի հանրապետություն եւ Արցախի հանրապետություն, 42,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Շուշին հայկական էր, Ստեփանակերտը հայկական էր, աշխարհի գերհեծրոպետությունները ճանաչում են հայոց ցեղասպանությունը։ Նույն Նիկոլ Փաշինյանի խոսքով ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը։ Հետո մցխեց այս կաբինետում նստած կապիտուլյանտը։ Հիմա ումից է բողոքում։ Եվ այն ասել Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությունը անվանել Ադրբեջանի եւ Թուրքիայի երկխոսություն։ Ելքը ո՞րն է, պարոն Շարմազան։ Ելքի իշխանափոխությունն է, ո՞րն է, դիմադրությունը։ Օրենքով սահմանված կարգով ինչպես 3 ճանապարհ կա, ճանապարհ համար 1 impeachment, անվստահություն հայտնել, ճանապարհ համար 2 փողոցային ընդվզում, ճանապարհ համար 3 դասական իմաստով ասում, մտրություններ։ Իմ համար կապ չունի 3-ից, որովն էլ լինի, ես կողմ եմ։ Բայց վերջին 7 տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի ցանկացած օր մեզ տանում է դեպի ազգային պետականության կորուստ։ Անցած տարի ապրիլի 23-ին մենք ավելի լավ վիճակում ենք, քան այսօր։ Աստված չանի, որ սա մնաց, մյուս տարի ապրիլի 22-ին կարող է, ես չգիտեմ։ Իշխանություն չունենք, մենք ունենք կոլաբորացիոնիստական ռեժիմ։ Ոնց կարելի է Ամերիկան անվանել մի հանրույթի իշխանություն, որը հրաժարվում է անկախության հռչակագրից։ Մի հատ պարզ խոսանք, մոռանանք ով ուզում ալնի։ Ես չեմ մտածում, ես ինչ ասում եմ համոզված եմ։ Հռչակագիրը հանելու հետ կապած կողմ են արտահայտվել, որովհետև ըստ էության նա ասաց, որ հա պետք է ցույց գա, բայց դա ժողովուրդը պետք է ընդունի։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի, ժողովրդին խաբելու ու ստի ու կեղծիքի վարպետ է։ Բայց մենք ինչի պետք է հասցնենք դրան, որ մի հատ էլ հայ ազգը գնա քվեարկի անկախության հռչակագրին կողմա թե դեմա։ Հասկանում եք դա ինչ է։ Դա ոնց որ քրիստոնյա երկրում ասենք գնանք քվեարկենք, մենք քրիստոնյա ենք, թե ուզում ենք մուսուլման դառնանք։ Հասկանում եք, սա արդեն աբսուրդ է, մենք էս ինչ ենք քննարկում ժողովուրդ։ Այսինքն երրաբլուրով ծնված պետության մեջ մենք պետք է մի հատ քննարկենք
անկախության հռչակագրի ըլի չլնի, դե մերն ենք պրծնենք, էլի։